Ողջույն սիրելի հետևորդներ, USR Media YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, նախապես շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցում են բաժանորդագրվելով ալիքին, հավանելով նյութերը եւ մեկնաբանություններում խրախուսում են մեր աշխատանքն ու ստիպում ել ավելի լավ աշխատել։ Եվ այսպես Լոս Անջելեսում բողոքի ակցիաների 6-րդ օրն է, կանդրադառնանք վերջին իրադարձություններին։ Երեկ Լոս Անջելեսի քաղաքապետ Քերեն Բասը պարետային ժամ հայտարարեց Դաունթաունի որոշ հատվածներում։ Միայն առաջին գիշերն ավելի քան 20 մարդ ձերբակալվեց հիմնականում պարետային ժամի խախտման համար։ Ոստիկանությունը կիրառել է ամբոխի վերահսկման միջոցներ սրելու ցույցի մասնակցող հարյուրավոր մարդկանց, սակայն ոստիկանության եւ ցուցարարների միջև բախումները նախորդ օրերի համեմատ քիչ էին եւ առավոտյան արդեն Լոս Անջելեսի կենտրոնում փողոցները լի էին շների հետ զբոսնող քաղաքացիներով ու սուրճով աշխատանքի շտապող մարդկանցով։ Պարետային ժամը սահմանվել է կասեցնելու վնասարար գործողությունները եւ գողությունները այն անհատների կողմից, ովքեր փորձում են անկարգություններ հրահարել ցույցերից հետո։ Ցույցեր են եղել նաեւ այլ քաղաքներում՝ Դալասում, Օստինում, Չիկագոյում, Նյու Յորքում, որտեղ հազարավոր մարդիկ մասնակցել են հանրահավաքների եւ ձերբակալություններ են իրականացվել։ Լոս Անջելեսի պարետային ժամը, որն ակնկալվում է կտևի մի քանի օր, ընդգրկում է 1 քառակուսի մղոն տարածք, որտեղ ցույցերը սկսվել էին դեռևս ուրբաթ օրը։ Նյու Յորքում ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալել է 86 մարդ Մանհեթենի ստորին հատվածում անցկացված ցույցերի ժամանակ։ Չիկագոյում 66-ամյա մի կին է տուժել, երբ բողոքի ակցիայի ժամանակ վրաերթի է ենթարկվել։ Տեխասում, օրինակ Օստինում, ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ ցուցարարներին ցրելու համար, իսկ նահանգապետ Գրեգ Աբոթի գրասենյակը հայտնել է, որ գվարդիայի ուժերը պատրաստ են ըստ անհրաժեշտության։ Արտահայտության դեպարտամենտը հայտնել է, որ 2 անձ, որոնք մոլոտովյան կոկտեյլներ են նետել ոստիկանության վրա Լոս Անջելեսի ցույցերի ժամանակ, կարող են դատապարտվել մինչև 10 տարվա ազատազրկման։ Նրանցից մեկը ԱՄՆ քաղաքացի է, իսկ մյուսը մուտք է գործել երկիր տուրիստական վիզայով եւ ապօրինի մնացել։ Տասնյակ քաղաքապետեր Լոս Անջելեսի շրջանից միավորվել են պահանջել, որ Թրամփի վարչակազմը դադարեցնի ուժեղացված ներգաղթի խուզարկությունները, որոնք վախ են տարածել իրենց քաղաքներում եւ բողոքի ալիք առաջացրել ամբողջ ԱՄՆ-ում։ Նրանք կոչ են արել նախագահ Դոնալդ Թրամփին ետ կանչել զինված ռազմական ուժերին, որոնք ուղեկցում են ներգաղթի գործակալներին խուզարկությունների ընթացքում։ Լոս Անջելեսում այժմ տեղակայված են մոտ 2000 ազգային գվարդիայի զինծառայողներ եւ շուտով նրանց կավելանա եւս 2000-ը եւ մոտ 700 ծովային հետևակայիններ։ Այս մասին հայտնել է բանակի գեներալ-մայոր Սքոթ Շերմանը։ Մեզ արդեն հրաման են տվել աջակցել գործողությանը եւ մենք իրականացնում ենք այդ հրամանը։ 700 ծովային հետևակները բերվել են 29 Փալմսից։ Այս պահին նրանց գործառույթները սահմանափակվում են Լոս Անջելեսով, սակայն եթե դաշնային գործակալությունները անհրաժեշտ համարեն, կարող են կիրառվել նաեւ այլ շրջաններում։ Քաղաքացիական անկարգություններին արձագանքելու պատրաստության մասով մեր ուժերը անցել են երկօրյա ինտենսիվ ուսուցում, ամբոխի վերահսկման, հաստատությունների պաշտպանության եւ նմանատիպ հարցերի շուրջ։ Սա սովորական գործ չէ մեզ համար, բայց մենք այստեղ ենք աջակցելու դաշնային իրավապահաններին։ Քաղաքապետ Քերեն Բասը հայտարարել է, որ պարետային ժամը կշարունակվի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի։ Լոս Անջելեսի ոստիկանությունն էլ հայտարարել է, որ շաբաթօրվանից կալանավորվել են մոտ 400 անձ, որոնցից մեծ մասը չեն ենթարկվել տարածքը լքելու պահանջին։ 9 ոստիկաններ են վնասված ստացել, հիմնականում թեթև։ Միևնույն ժամանակ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտն ասել է, որ ուրբաթ օրվանից ի վեր ձերբակալվել է 330 ապօրինի ներգաղթյալ։ Այսօր նահանգապետ Գևին Նյուսոմն է ուղերձով հանդես եկել։ Դոնալդ Թրամփը առանց Կալիֆոռնիայի իրավապահ ղեկավարների հետ խորհրդակցելու յուրացրել է մեր նահանգի ազգային գվարդիայի 2000 ծառայող եւ ապօրինի տեղակայել նրանց մեր փողոցներում։ Առանց որևէ հիմքի նախագահի այս բացահայտ լիազորությունների չարաշահումը կրակ է լցրել արդեն իսկ պայթունավտանգ իրավիճակի վրա, վտանգի տակ դնելով մեր ժողովրդին, մեր ոստիկաններին, անգամ հենց ազգային գվարդիայի ծառայողներին։ Երեկ մենք արդեն իրավական հայց ենք ներկայացրել վիճարկելով Դոնալդ Թրամփի անպատասխանատու որոշումը ամերիկյան զորքեր տեղակայելու Ամերիկայի խոշոր քաղաքներից մեկում։ Դիմել ենք դատարան հրատապ կարգով արգելելու ամերիկյան բանակի ներգրավումը Լոս Անջելեսում իրականացվող իրավապահ գործունեությանը։ Եթե մեզանից ոմանց կարելի է փողոցից առվանգել առանց խուզարկության որոշման, միայն կասկածի կամ մաշկի գույնի հիմքով, ուրեմն ոչ ոք ապահով չէ։ Եվ բոլորը սա գիտենք։ Նա հրամայել է մեր ամերիկացի հերոսներին, Միացյալ Նահանգների զինվորականներին հանդես գալ ցինիկ ցուցադրությամբ ի պատիվ իր ծննդյան տոնին։ Ցուցադրություն, որը հիշեցնում է այն, ինչ են արել նախկին բռնապետերը։ Կալիֆոռնիան կարող է լինել առաջինը, բայց սա այստեղ չի ավարտվելու։ Հաջորդը լինելու են այլ նահանգներ։ Հաջորդը ժողովրդավարությունն է։ Ժողովրդավարությունը մեր աչքի առաջ հարձակման է ենթարկվում։ Այդ պահը, որից մենք վախենում էինք, արդեն եկել է։ Կոնգրեսում էլ շարունակվում է Պենտագոնի ղեկավարի հետ լսումները։ Պատրաստ է արդյոք արտոնել ներքին անվտանգության նախարարությանը օգտագործել անօդաչու թռչող սարքեր եւ ռազմածովային ուժերին ձերբակալել կամ կալանավորել Ամերիկայի քաղաքացիներին։
Պարոն սենատոր, Լոս Անջելեսում ազգային գվարդիային եւ ծովային հետևակին մեր կողմից լիազորում է տրվել Միացյալ Նահանգների նախագահի իրավասության ներքո օրինական եւ սահմանադրությանը համապատասխան։ Նրանք աջակցում են իրավապահներին, պաշտպանելու սպաներին եւ օբյեկտները իրենց պարտականությունները կատարելու ընթացքում։ Այո, Լոս Անջելեսում մեր առաքելությունը, ինչպես ձեզ հայտնի է, ուղղված չէ մահաբեր ուժի կիրառմանը։ Այն վերաբերում է օրենքի եւ կարգի պահպանմանը, որպեսզի իրավապահ գործակալները կարողանան իրականացնել իրենց աշխատանքը առանց ամբողջների հարձակումների։ Մենք հպարտ ենք, որ ազգային գվարդիան եւ ծովային հետևակը փողոցներում պաշտպանում են այսի աշխատակիցներին եւ այդ աջակցությունը շարունակվելու է քաղաքացիական գործառույթով, սահմանադրության շրջանակներում։ Նրանց լիազորությունները քաղաքացիական իրավապահ բնույթ ունեն, ոչ թե ռազմական։ Ներգաղթի դատարաններում նոր եւ կտրուկ զարգացումներ են գրանցվում կապված նախագահ Դոնալդ Թրամփի սկսած զանգվածային արտաքսման գործողությունների հետ։ Բազմաթիվ ապաստան հայցողներ հայտնել են, որ վերադարձի դեպքում իրենց սպասվում է բռնություն կամ մահ, սակայն հենց այդ լսումներից հետո նրանք բերման են ենթարկվել դատարանի միջանցքներում եւ կանգնել են արտաքսման վտանգի առաջ։ Ներգաղթի դատարանի միջանցքներում լարված մթնոլորտ է բոլոր նահանգներում։ Դատավորները զգուշացնում են, որ իրենք չեն վերահսկում դալիճից դուրս տեղի ունեցողը, իսկ դիմորդներն ուղղակի ձերբակալվում են դալիճից դուրս գալուց հետո։ Իրավապաշտպանների համոզմամբ այս զարգացումները նպատակ ունեն վախեցնելու ապաստան հայցողներին, որպեսզի նրանք չհայտնվեն դատարաններում, ինչը ինքնաբերաբար հանգեցնելու է արտաքսման հրամանների։ Լոս Անջելեսի եւ ներգաղթի դեպքերից անցնենք ԱՄՆ այլ նորություններին։ Իլոն Մասկը հայտարարել է, որ զղջում է նախորդ շաբաթ նախագահ Դոնալդ Թրամփի վերաբերյալ հրապարակած որոշ գրառումների համար։ Միլիարդատերն այսօր ասել է, որ դրանք չափից դուրս էին։ Թրամփն ու Մասկը սոցիալական ցանցերում փոխադարձ վիրավորանքներ էին փոխանակել Տեսլայի եւ SpaceX-ի գործադիր տնօրենը նախագահ Թրամփի հարկային եւ բյուջետային օրինագիծը անվանել էր զզվելի խայտառակություն, ինչը սրել էր վիճաբանությունը։ Թրամփը շաբաթ օրը հայտարարել էր, որ իրենց հարաբերություններն ավարտված են, սակայն հետագայում նշել էր, որ խնդիր չի ունենա, եթե Մասկը զանգիրին եւ բարեմաղթանքներ օրինակ հղի։ Կարծում եմ նա կցանկանա խոսել ինձ հետ, երևի արդեն զանգել է, պետք է իրեն հարցնենք, բայց խնդիր չեմ տեսնում դրա մեջ, ասել էր Թրամփը։ Թեպետ մինչև Մասկը X սոցիալական ցանցում գրառում է արել, այսօր հեռախոսազրույց է ունեցել նախագահի հետ։ Նա գրել է. «Զղջում եմ անցած շաբաթ նախագահ Դոնալդ Թրամփի մասին գրած որոշ գրառումներիս համար, դրանք չափազանց սուր էին»։ Նա չի նշել հատկապես որ գրառումների մասին է խոսքը, սակայն մի քանիսը, այդ թվում Թրամփի իմպիչմենտի աջակցություն հայտնող գրառումները ջնջվել է։ Մասկին մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ նրա զայրույթը սկսել է մարել եւ հնարավոր է նա ցանկանա վերականգնել հարաբերությունները Թրամփի հետ։ Տեսլայի բաժնետոմսերը, որոնք վաճառվում են Ֆրանկֆուրտի բորսայում, Մասկի այս գրառումներից հետո բարձրացել են մոտ 2.5%-ով։ Միացյալ Նահանգները սկսում է կրճատել դիվանագիտական եւ ռազմական ներկայությունը Միջին Արևելքում տարածաշրջանային լարվածության աճի ֆոնին։ Այսօր այս մասին հայտնել են Պետդեպարտամենտը եւ Պաշտպանության նախարարությունը։ Պետդեպարտամենտը հրահանգել է դուրս բերել ոչ էական աշխատակազմը Բաղդադում ԱՄՆ դեսպանատներից ընդգծելով, որ այս որոշումը կայացվել է ամերիկացիների անվտանգությունն առաջնահերթ պահելու հիմքով։ Բացի դրանից թույլ է տրվել է ոչ էական անձնակազմի եւ նրանց ընտանիքների կամավոր հեռացումը Բահրեյնից եւ Քուվեյթից։ Պաշտպանության նախարար Փեթ Հեքսեդը եւս լիազորել է ռազմական ծառայողների ընտանիքների կամավոր դուրսբերումը ամբողջ տարածաշրջանից։ Լարվածությունը վերջին օրերին աճում է կապված ԱՄՆ-ի եւ Իրանի միջև ձգձգվող բանակցությունների հետ, որոնք նպատակ ունեն սահմանափակել Իրանի միջուկային ծրագիրը, փոխարենը վերացնելով Ամերիկայի պատժամիջոցների մի մասը։ Իրանը պնդում է, թե իր ծրագիրը խաղաղ նպատակ ունի։ Մի փոքր շեղվենք Միացյալ Նահանգներից եւ անդրադառնանք ռուս-ուկրաինական պատերազմին։ Ռուսաստանը հայտարարել է, որ այս լուսանկարներում, որոնք հիմա ձեր էկրաններին են եւ հրապարակվել են անհայտ վայրից, պատկերված են Ուկրաինայի զինվորների մարմինները, որոնք զոհվել են Ռուսաստանի հետ պատերազմում եւ այժմ փոխանցվում են Ուկրաինային։ Կիևի ռազմագերիների փոխանակման պատասխանատու պաշտոնյաները այսօր հայտնել են, որ տուն են վերադարձրել 1212 ուկրաինացի զինծառայողի մարմին։ Մոսկվան իր հերթին ասել է, որ Ուկրաինան վերադարձրել է 27 ռուս զինծառայողի մարմին։ Երկու երկրները նաև փոխանակել են անհստակ թվով հիվանդ եւ վիրավոր ռազմագերիների, որոնք իրենց հայրենիքում հուզիչ ընդունելության են արժանացել։ Ըստ Կրեմլի խորհրդական Վլադիմիր Մեդինսկու ծանր վիրավորված եւ հիվանդ ռազմագերիների հաջորդ խմբի փոխանակումը տեղի կունենա 5 շաբթի։ Մեդինսկին նաև նշել է, որ վերադարձված 1212 ուկրաինացի զինծառայողների մարմինները կփոխանցվեն փորձագետներին ինքնությունը պարզելու նպատակով։ Միաժամանակ մարտական գործողությունները շարունակվում են։ Չորեքշաբթի ռուսական անօդաչու թռչող սարքերի ուղղակի հարձակումը Ուկրաինայի Խարկով քաղաքում առնվազն 3 մարդու կյանք է խլել, տասնյակ մարդիկ վիրավորվել են, այդ թվում երեխաներ, ըստ շրջանային պաշտոնյաների։ Երկուշաբթի Ռուսաստանը հայտարարել էր, որ իր ուժերը վերահսկողություն են հաստատել Ուկրաինայի արևելակենտրոնական հատվածի նոր տարածքների վրա։ Ըստ Կիևի, Մոսկվան սկսել է իր մինչև այժմ ամենախոշոր անօդաչու հարձակումը պատերազմում։
Այսօրվա լուրերից առանձնացրել էինք այսքանը, ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար, առողջ եղեք։